Բարի երեկո, սիրելի հեռուստադիտող։ Այսօր կրկին միասին պիտի փորձենք հասկանալ եւ քաղել մեծ պահքի 6-րդ կիրակի, Գալստյան կիրակի խորհուրդը։ Անցած բոլոր կիրակիների պարագային խոսելիս միշտ շեշտեցինք եւ փորձեցինք հասկանալ, թե ինչ է նշանակում մեծ պահքի կիրակին իր խորհրդի բուն հոգեվոր իմաստի մեջ։ Գալստյան կիրակի ընթերցվածներից դատելով կարող ենք ասել, որ այս կիրակին մեզ փորձում է նկարագրել մեր իրականությունը Հաճս Քրիստոսի երկրորդ Գալստյան, այսինքն մենք պարզ հավատացյալներս, պարզ քրիստոնյաներս եւ Քրիստոսի գալուստը։ Նախ պետք է անդրադառնալ գալուստ բառին, ինչ է նշանակում քրիստոնեական կյանքի հավատքի մեջ Քրիստոսի գալուստ հասկացությունը։ Գիտենք, որ Քրիստոսի գալուստ է կոչվում նաեւ Սուրբ Ծնունդը, երբ Քրիստոս բանն Աստված աշխարհ եկավ, մարդ դարձավ մեր փրկության համար եւ մեր շարականների մեջ, մեր ծեսի մեջ մենք հաճախ այս իրողությունը Քրիստոսի ծնունդը անվանում ենք Քրիստոսի առաջին գալուստ, այսինքն Քրիստոսի առաջին հանդիպումը մարդու հետ, մարդկային բնության հետ, որով Քրիստոս մարդկային մեղավոր անկյալ բնությունը միացրեց իր աստվածային բնությանը եւ մեզ ցույց տվեց աստվածանալու, Աստծուն միանալու ճանապարհը։ Երկրորդ գալուստը ինչ է նշանակում։ Երկրորդ գալուստը Քրիստոսի դատաստանի օրն է։ Քրիստոս երբ համբարձավ եւ նստեց հոր աջ կողմում, պատգամ թողեց առաքյալներին եւ աշակերտներին ասելով, որ գնացեք, քարոզեցեք բոլոր ազգերին եւ ահա վասիկ ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը։ Սակայն դրանից առաջ Քրիստոս քարոզել էր արդեն, որ ինքը մի օր գալու է հոր փառքով ամպերի վրա նստած եւ գալու է դատելու բոլոր ազգերին եւ իրագործելու է ի վերջո Աստծո արքայության հաստատումը դատաստանով։ Ահա այս երկու գալուստների իմաստային փոխհարաբերությունն է, որ այսօր Գալստյան կիրակիով մեզ պարզվում է։ Գալստյան կիրակի շարականը մեզ հստակ ասում է, որ այժմ այս աշխարհում զվարճանանք հույսով եւ երկրորդ Գալստյան ժամանակ մենք Քրիստոս քեզ հետ ցնծանք։ Այսինքն սրանով մի տեսակ շարականագիրը փորձում է մեզ նշել, ցույց տալ, որ մենք իբրև հասարակ մարդիկ գտնվում ենք Քրիստոսի առաջին եւ երկրորդ գալուստների մեջտեղում։ Հիմա ինչ կարող ենք անել մենք, պարզ քրիստոնյաներս, մեծ պահքի ընթացքին այս երկու գալուստների մեջտեղում, որպեսզի առաջին գալուստին նայելով, հետադարձ հայացք նետելով կարողանանք արժևորել եւ մենք մեզ իբրև Քրիստոսի հավատարիմ ծառա ներկայացնենք երկրորդ գալուստի ժամանակ։ Եկեղեցվո այրերից մեկն ասում է, որ Քրիստոս մարդ դարձավ, եկավ աշխարհ եւ հոր աջ կողմը գնաց, այսինքն վերադարձավ երկինք, որպեսզի մենք նրան նորից սպասենք։ Այսինքն մինչև Քրիստոսի ծնունդը մարդկությունը մի տեսակ ներքին հոգեկան ձգտումով սպասում էր Քրիստոսին։ Մարդկության մեջ կային գաղափարներ, միաստվածության գաղափարներ, կար Մեսիայի գաղափարը հրեա ժողովրդի մոտ, եւ այս սպասումն իրականացավ Քրիստոսի ծնունդով։ Հիմա մենք երկրորդ սպասումի մեջ ենք։ Քրիստոսի երկրորդ Գալստյան սպասումի։ Մենք սպասում ենք։ Մենք բոլորս էլ առաջին եւ երկրորդ գալուստների մեջտեղում ունենք Քրիստոսից խնդրելու բաներ, որոնք մեր աչքին անհնարին են թվում։ Մենք գործել ենք բազմաթիվ մեղքեր մեր մտքի մեջ, մեր շրջապատում, մեր մերձավորների հետ մեր հարաբերությունների մեջ, եւ Գալստյան կիրակին մեզ փորձում է այդ սպասումի միջից ցույց տալ իրական ապաշխարությունը, իրական զղջումը, այսինքն զղջալ այն բոլորի համար, որ մենք գործել ենք գտնվելով այս երկու իրողությունների, առաջին եւ երկրորդ գալուստների միջև։ Եսայու մարգարեության մեջ մի դրվագ կա 56-րդ գլուխը, որ այդ օրվա, այսինքն Գալստյան կիրակի ընթերցվածներից մեկն է։ Եսայի մարգարեն ասում է, որ բոլոր այն ազգերը, անկախ նրանից նրանք հրեա են, հեթանոս են, կռապաշտ են, որոնք իրենց ձեռքը հեռու են քաշել անիրավությունից եւ իրենց հոգով, մտքով միշտ փորձել են արդարությունը գործել, պիտի գան Երուսաղեմ եւ իմ տունը պիտի կոչվի աղոթքի տուն։
Այսինքն Եսայի մարգարեն սրանով փորձում է գալստյան կիրակիի մյուս խորհուրդը մեր առաջ բարձել, այսինքն հավասարությունը։ Դատաստանի ժամանակ բոլոր մարդիկ հավասար են, որովհետև դատաստանը մեզ համար իրողություն է դառնում մահվամբ։ Ցանկացած մարդ մահանում է եւ յուրաքանչյուր ոք հավասար է մահվան իրողության առաջ։ Մահվանից հետո է, որ մեզ համար դատաստանը ներկայանում է իբրև մեր բոլորի իրավունքները հավասար կերպով կիսող մի իրականություն։ Մենք բոլորս էլ դատաստանի ժամանակ հավասար ենք իբրև Աստծո արարածներ, բայց մեր բոլորի դատաստանը հավասար կերպով չի բաշխվելու մեզ, որովհետև Աստված նայելու է մեր գործած արարքներին բարի կամ չար, մեր մտքում եղած բարի կամ չար խորհուրդներին, Աստված նայելու է մեր ապրած կյանքին։ Աստված նայելու է կյանքի այն գրքին, որտեղ գրված են մեր չար եւ բարի գործերը, եւ հետեւաբար Աստծո որոշման մեջ այլևս լինելու է կամ պարգևներ, շնորհներ, կամ էլ լինելու են դատաստաններ, վճիռներ։ Գալստյան կիրակի մյուս խորհուրդն մեզ պարզում է մի հետաքրքիր իրողություն, երբ ընթերցում ենք ավետարանները, Քրիստոս, ասում է ավետարանիչը, երբ դուրս էր գալիս տաճարից, նրան աշակերտները սկսեցին նկարագրել տաճարն իր ամբողջ գեղեցկությամբ։ Հրյաների երրորդ տաճարը Հերովդես արքայի կողմից կառուցված, որ իր գեղեցկության պատճառով եւ իր գեղեցկության շնորհիվ կոչվում էր Սպիտակ Մարգարիտ։ Եվ Քրիստոս ասում է. ճշմարիտ եմ ասում ձեզ, այս տաճարից քարի վրա չի մնալու, որովհետև ամենը կործանվելու է, քանդվելու է։ Քրիստոսի այս խոսքերը իր ժամանակի հրյաների համար գայթակղություն են տվում, որովհետև հրյաների մտածումով, հրյաների հաստատ համոզումով Տերը իրենց խոսքով Եհովան շնորհ էր արել հրյաներին, առանձնահատուկ մի շնորհ, որովհետև նրանք ընտրյալ ազգ էին եւ այդ տաճարն էլ այդ ընտրված լինելու մի նյութական եւ տեսանելի փաստն էր։ Բայց Քրիստոս այստեղ ասում է, որ բոլոր ազգերն էլ ընդհուպ միջև ընտրյալ հրյաները հավասարապես ճաշակելու են այս կյանքի փորձությունները եւ հավասար են լինելու Աստծո դատաստանի առաջ։ Գալստյան կիրակի այս հավասարությունը, որ մեզ բոլորիս փորձում է հավասար կերպով դնել մեծ պահքի ուղու շղթայի մեջ, շատ կարևոր է, որովհետև մեծ պահքի ընթացքին մենք բոլորս հավասար կերպով անկախ մեր հոգևոր եւ ֆիզիկական առավելություններից կամ տկարություններից պարտավոր ենք հավասարապես ճիգ գործադրել, ջանք չխնայել այդ ուղու մեջ, այդ վազքի մեջ առավելագույնս մոտենալու Քրիստոսի նախանշած ճանապարհին։ Ուրեմն սիրելիներ, գալստյան այս կիրակին փորձենք միասին խորհրդացել այդ հավասարության մասին, երկու կայանների առաջին եւ երկրորդ գալուստների միջև ընկած ժամանակահատվածում առավելագույնս բարիք գործել, առավելագույնս ողորմած լինել, առավելագույնս աղոթել, առավելագույնս փորձել մեր մեջ նոր մարդ կերտելու, որովհետև այս է իրական պահքը, այս է այն ճանապարհը, որով Քրիստոս մեզ ասում է. դուք բոլորդ անցեք այս ճանապարհը եւ այդ ճանապարհին ես ձեզ երբեք չեմ լքելու, ես ձեզ հետ եմ լինելու մինչև աշխարհի վախճանը։